Oh!
Շնորհակալություն եմ հայտնել այս առիթի համար, որ ես ի վերջո ինձ համար հստակ գիտեմ առնվազն մի շատ մեծ օրինակ, թե վարչապետ լինելը ինչ անձնական օգուտ կարող է։ Այսօրվա իմ ներկայությունը ինձ համար շատ կարևոր անձնական նվաճում է, որ ես այս փորձասենյակում ձեր ներկայությամբ եւ գործընկերների ներկայությամբ կարողացա հաղորդակցվել այս ամեն ինչի։ Երկրորդը, որ կուզենայեմ ասեմ, ինչ-որ ձևով օրգանական կապվում է ձեր քիչ առաջ ասածի հետ, ձեր գործունեությունը եւ ընդհանրապես երգչախմբի գործունեությունը ինձ համար շատ ուղիղ առարկայացումն է նոր կտակարանի 10 մնացների առակի հետ։ Եթե հույս ունեմ վերնագիր ճիշտ եմ հիշում, երբ որ տերը հեռանալուց առաջ 3 տարվաների տալիս է 10 մնաց, ասում վերադարձին կտակ եւ ինձ հաշիվ կտակ, թե ինչ է կարել եւ գովում են ծառային, ով այդ մնացները ես դրեցի գործի մեջ եւ ահա 20 են վերադարձնում ես։ Շատ ինձ համար ամենազարմանալի ձեր եւ երգչախմբի գործունեության մեջ
այնա թե ինչպես է հնարավոր արդեն իսկ գոյություն ունեցող եւ ըստ էության հանրահայտ, այսինքն ոչ մի գաղտնիք չկա վերցնել մշակութային գործերը, պասը գործը եւ ստեղծել դրա հիման վրա պասը լրիվ նոր գործ, որը բացառիկ է, ինքը բացառիկ է, էքսկլյուզիվը բացառիկով որ թարգմանում ենք, մենք այնց լավ չենք հասկանում սովորաբար, որը էքսկլյուզիվ է եւ կարծում եմ դա դա իրոք զարմանալի որովհետեւ այդ հայտնի ստեղծագործությունները ինչպես կարող են հնչել էքսկլյուզիվ կերպով եւ էքսկլյուզիվ կերպով այնպես ինչպես դա անում է արդեն ձեր անվան ակադեմիական երկչատում։ Երրորդ բանը, որ ուզում եմ ասել, արդեն որպես սպառող հետևյալն է, որ ես պետք է արձանագրեմ, որ ձեր ստեղծագործությունները մասնավորապես YouTube-ում, ես Spotify-ից չեմ ուզում, գտնել հեշտ չի։ Իհարկե նախկինում ես այս թեմայի մասին որ մտածում եմ դե լավ նորմալ է առանձնապես մեծ շարժություն չկա, բայց քանի որ Հայաստանում արդեն YouTube-ի բանը բացվել է մոնետիզացիա, ես կարծում եմ որ կգմսն մեր գործընկերները եւ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության գործընկերներին ես կհանձնարարեմ, որ աջակցեն, որպեսզի ակադեմիական երկչախմբի իրեն ապետ եւ արի YouTube-յան եւ մյուս ալիքները տրանսպորտը եւ այլն բան ալիք բացվի, որպեսզի ավելի շատ հասանելի մարդկան եւ երկրորդը դա արդեն կարող է եկամուտներ բերել եւ այսինքն գլոբալ շուկայի եկամուտներ բերել, բայց դա կարծում եմ շատ լուրջ նախագիծ է, որը պետք է լուրջ նախագծի եւ արի որպեսզի հասանելիությունը լինի հնարավորինս շուտ, հնարավորինս արագ, որտեղ իրոք բաղություններ կան որոշակի դրա հետ կապված, եւ դա նաեւ օգտներ թողերի եկամտի լրացուցիչ կարգի կլինի երկչախմբի համար, այդ չեմ ասում, որ նաեւ դասարանի հավանությունները իրանք հնարավորություն կտան ավելի լայն դասարանում լսելու լինել։ Կրկին հարգելի պարոն Չեքիջյան, հարգելի մայստրո, իմ խոնարհումը ձեր առաջ, ձեր գործունեության առաջ, մենք շատ խոսում ենք արժեքների եւ արժեքային հասարակության մասին եւ աներկվայ է, որ այն արժեքը, որը դուք ստեղծել եք, վերջին հարյուրամյակի մեր ամենահիշարժան եւ նշանավոր ձեռբերումներից մեկն է եւ պատահական չի անելին, որ Հայաստանի Հանրապետությունը իր ճանաչումը այդ վաստակների ձեզ շնորհել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում եւ իհարկե այս ժողովրդի գնահատականն է, ես մենակ մի բանի համար եմ, ասում եմ միայն մի բանի համար եմ ցավում, որ մենք դեռևս չենք կարողանում գտնել այն բանաձևերը, որ այս ինչ-որ դուք ներկայացնում եք, հասու լինի հնարավորինս շատ մարդկանց։ Ես ընդհանրապես ասեմ, որ այդպես մի լուր բանավեճ կա, երբեմն այդ բանավեճը լուր ռեժիմից անցնում է բարձր ռեժիմի, արվեստի, մշակույթի եւ մարդու հարաբերությունների մասին։ Ես չեմ պատկերացնում մշակույթ եւ արվեստ, որը մարդու մասին, մարդու համար չի։ Որովհետեւ մշակույթի միջոցով, օրինակ այդ երգը ես քան անգամ լսած կրնեմ, հա, երևի որ չափազանցնեմ, հարյուրավոր անգամ լսած կրնեմ։ Եվ այսօր արձանագրեցի մենակ, որ մարդը, ասում եմ մարդը, այն իմիջալոցում մասին ենք երգում, մենք խոսում ենք չարքաշ մշակի մասին։ Եթե մենք վիճակագրություն անցկացնենք, մի հարցում անցկացնենք, թե Հայաստանում հողի վրա աշխատող քանի մարդ է, որ լսել է
Սելա գիտեք ինչ ոչ թե ալիք փոխելով, ալիք փոխելը ուրիշ ուրիշ։ Ալիքսեն ենք հաղորդակցվել ձեր կատարման հետ, որտեղ գյուղացի այդ այսօրվա մարզանավորումն է, չնայած ակնհայտ բան, ասում է Եզո ջան աղբեր ջան։ Ասում ենք մենք այս արտահայտությունը ինչ է նշանակում։ Մարդը կենդանում ասում է աղբեր ջան։ Ինչ է սա նշանակում, սա ինչի մասին է։ Ես օրինակ մտածեցի, սա կյանքի մասին է։ Սա նրա մասին է, որ մարդը հայ գյուղացի այդպես էլ չի կարողանում եւ պետք դրա մասին չի կարողացել եւ չի կարողանում լուծել իր ամենակարևոր խնդիրը։ Հաղթահարել այն խոչընդոտը, որը իրան միացնում է կյանքի հետ, որ իրան դարձնում է կյանքի շահ։ Մեր իրականության ամենամեծ խորհուրդը դա է, որ մենք չենք կարողանում եւ չենք կարողացել մեր քաղաքացուն դարձնել կյանքի շահ։ Իսկ իմ կարծիքով, որպեսզի ես մնամ լիարժեք թեմայի մեջ, երբ մեր գյուղացին կարող համարենք այդ երկի հերոսը, որ դարձել է կյանքի շահը։ Երբ որ մենք արձանագրենք, որ մեր երկրում հողի վրա աշխատող մարդկանց տոկոսը շատ պայմանական բան է, ներկա գտնվում է ձեր որևէ համերգում։ Դա նշանակի, որ հաղթահարել է կյանքի բանը, իր եւ կյանքի միջև հաստատություն։ Որովհետեւ ես շատ նաեւ իմ աշխատանքի բերում եմ, մտածում եմ, դա պետք է ասում եմ բարեկեցություն, ինչ է բարեկեցություն։ Եվ ես չեմ պատկերացնում բարեկեցություն, երբ որ մարդը մշակույթին հասանելիություն ունի։ Մենք ասում ենք խմելու ջրին հասանելիություն պետք է ունենա, չգիտեմ, սննդին հասանելիություն պետք է ունենա, բայց դա բարեկեցություն չի, բարեկեցության շատ դա գոյատևման մակարդակ է, երբ որ դե հաց կա, ջուր կա, դա գոյատևման մակարդակն է, այլ գոյությունը պահպանելու մակարդակ է, ինչ որ մի չափ իմ ընկալմամբ կյանքն է, երբ որ մարդը հասանելիություն ունի նաև մշակույթ։ Եվ ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչը ամենամեծ ցուցիչը միշտ ձեր երգչախմբի պարագայում կարող եմ ասել եւ նաեւ այլ մշակութային իրադարձությունների պարագայում այդ համերգներին դատարկ տեղերը եթե լինում են դատարկ տեղերը պարտաստու լինում են շատ հաճախ այդպես առանձնահատուկ դեպքերում տոնական այդպես եւ այլն դա է ինձ համար աղքատության ամենամեծ ցուցիչը, որ դա նշանակում է մարդիկ բավարար հասանելիություն չունեն կյանքի։ Եվ ես հույս ունեմ, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում նախարարը բան կանենք, ԿՎԿ-ի ամեն անգամ երբ որ մի կարևոր իրադարձություն անում մշակութային, եւ ես ներկա եմ լինում ու դահլիճում լինում են ազատ տեղեր, չասեմ դատարկ, չնայած դատարկ նախարարը իմ հարցը հետևանն է, բայց ինչի ատենց, որովհետև ես ցավ եմ զգում նրանից, որ եւս 50 մարդ կարող է հաղորդակից լինել սրան եւ հաղորդակից չեն։ Չնայած ես գիտեմ, որ Հայաստանի մշակութային գործիչների շրջանում կա նաեւ այդպիսի տեսակ է, որ ես բացարձակապես չեմ հիշում, որ մշակույթը նրանց համար է, ովքեր դա հասկանում են։ Ես չեմ կարծում, թե մարդը պետք է հասկանա մշակույթը։ Ես կարծում եմ, որ մշակույթը պետք է հասկանա մարդը։ Որտեղ այն մշակույթը, որը չի հասկանում մարդուն, հազար ներողություն, բայց դա ինձ համար քանի մշակույթ չի։ Ես ունեմ ձեզ շնորհակալություն հայտնեմ, որ դուք հասկանում եք մարդուն, որովհետև դուք խոսում եք 300 բայց իմ կարծիքով դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում եւ լսելի եք դարձնում մարդու հոգի, ինչը չափազանց կարևոր է եւ ես շնորհակալություն եմ հայտնում եւ ոչ միայն բարիս փոխարբերական, այլ բուն մասով ունեմ ձեր առաջ որնավորել
Սուսում դրամար։ Չի պատկերացնում մեր բարշավը ավգուստի մասը այսպիսի կարողություն ունի։ Այսպիսի կնահանք ունի, չի պատկերացնում։ Հիմա ինձ համար բացվեց մի բան, մի դուր, որ ես կարող եմ երջախումբի անունով բան խնդրել դրանից։ Կարծում եմ։ Հիմա տեսեք, արդեն պատկերի տարիքում եմ։ Մեզ հարկավոր է հիմա ժամանակն է, որ ձեռնարկություններ անենք։ Դուք պիտի օգնեք մեզ, որպես մենք այդ ձեռնարկությունները իրականացնում ենք։ Չեք կարող Ինչ աման, մեզ պետք է սուժը, մենք պետք է գումար, որպեսզի ձեռնարկությունները կարողան իրենց կողմն անեն։ Դե սայրում ասած նախագծի շրջանակում իրականացնում։ Շոշի, չէ՞։ Դե դրա համար ես նորմալ հիմա հասկացա ինչ է դժվար։ Դե որովհետև հիմա ժամանակ չէ, զարմանալի բան եք ասում։ Բաժիրականությունը։ Դե ասում եմ, ես առաջարկում եմ այդ ընդհանուր նախագծի շրջանակում, որ մենք դա ձայնագրություններն անենք եւ այդ համապատասխան աուդիո, վիդեո, սոցիալական հարթակում տեղադրելու նպատակադրումը, որովհետև ընդդեպի ստանդարտը իմ ամենաբարձրն է, եթե ընդդեպի ստանդարտին համապատասխանում է, օրենք բոլոր ստանդարտներն է։ Ինչի եմ ասում, որովհետև այս ստանդարտը բավարարչին է։ Շատ տարօրինակ եմ ասում, ես անկեղծ ասած զարմացած եմ, որ ինձ թվում էր թե կա թե բան չեք անում, չեք տեղադրել, բազմատ չկա։ Ասենք մի քանի հատ վիդեո կա, մի քանի հատ ամերիկային է, մի քանի հատ ինձ հանդիպել է նաև ամեն դեպս տպավորություն պետք Դե դա մի նշանակ, դա ինչ կասկած կարող է։ Մի ժամանակ կա ֆոնդային ձեռնարկություն, հիմա ֆոնդը վերացավ։ Ինչու վերացավ, որովհետև այդ ձեռնարկությունները ինչի պիտի ավելորդ ֆոնդային ձեռնարկություն, եթե կարող են գնալ այս դարբիջը, այն դարբիջը։ Ես ներողություն եմ ասում, հիմա Հայաստանում կա ստուդիա, որ դա կարող է, դեպի կա ինչ կապանվարում։ Հայաստանում մի ժամանակ կար ֆոնդային ձեռնարկություն, հիմա ֆոնդը վերացավ։ Հնարավորությունները կան, ուղղակի պիտի խախտեն։ Օրը առաջ դա բազմաշատ Դեռ քննարկման բան չկա, քննարկելու բան չի։ Ես խնդրում հիմա ժամանակն արդեն է։ Որովհետև մարդուց պիտի գնամ շատ ընդունված է, որ հենց այդ շատ բան, շատ հոլովակներ կան վիդեո, որ այդ ձայնը հենց ձայնագրության շատ տարածված բան է, որ դասական երաժշտության համար հատկապես, որ դասական երաժշտությունն ավելի գրավիչ դարձնեն, հենց հենց աշխատանքային պայմաններում ձայնագրած բաներ կան, տեսանյութերն են, հիմնականում բանալու, որը նաև հենց կուլիսային ինֆորմացիա բացում եւ լսարանի համար հետաքրքիր է։ Հենց այդ ձայնագրության process-ները կարելի է կազմակերպել տեսագրությամբ, որպեսզի այդ բովանդակությունը մասած նպատակի համար։ Շատ արժի որ այս մարգարետները ցույց տանք օրդաներին, այսինքն շրջագայության գնա։ Բայց եկեք ձայնագրությունները անենք, եկեք զուգահեռ անենք։ Մեծ բախտիվանից Այսպես ուրեմն, մեր Վարշավեդին ես օրինակ այդպես չի ճանաչում։ Մենք գետել նույնպես դժվար է։
մենք գտնելու ավելի լավ չանասի։ Չգիտեմ, ներշնչվեցիք ձեր իրար։ մենք շատ ուրախ ենք, որ Եվ մտքերը արտահայտեց ինքը, ինձ համար զարմանալի է, որ այսքան դարաշրջան վրա հեռու եք մեզանից, մենք դրանից հեռու եք լսում եմ, բայց մասնավորապես շատ հաճախ արվեստի նկատմամբ այս ասացյալի ճիշտ մոտեցում չի իմանում, նոր եմ ասել։ Դրանից իրավունք եմ վերապահում, եմ կրոր գոնե զանակությունները անում։ Բանը միանշան, այդտեղ երկրորդ բարձր, այդտեղ քննարկելու բան չկա, այդտեղ կազմակերպել նախարար կազմակերպել։ Շնորհակալություն անցած սուր ժամանակ կտակ մեր այս ուրախությունը, որ փորձել ժամերը ինձ նախապես կան, կարող է պատկերացրել կսրբի ամեն մի գլխի մեջ իգե կարող էսպես բան կա։ Դե 300 զայնագրել չէ։ Այո, անգիր իմանալ է։ Չէ, սա զայնագրել մեջ չէ, ամբողջ երկաթանցը պետք է զայնագրել։ Եվ աշխարհի լեզուներով։ Մենակ Ինձ մի հատ ինձ նման գիշ չկա ուրիշ։ Այո, Հանած է։ Փարիզի հենց հատվածը կամ Մոսկվայի հատվածը կա ընդհանուր։ Ես լավսի։ Ուղղի ամբերուշն է բերդեր, նորի կապը, չավաց Շնորհակալություն։